Բարև ձեզ, այսօր ես ուզում եմ խոսել, թե ինչպես է շաքարը ազդում ուղեղի վրա։ Պատկերացրեք ձեզ համար տաք փափուկ հրուշակեղեն, պերոժնի, պաղպաղակ բաժակով լիքը, ձեր լոզերը դեռ չգնացի, դեսերտ չուզեցիք, ինչի հետ է դա կապված, ինչու է մեր ուղեղը այդքան հակված քաղցրին։ Շաքար տերմինը միավորում է մի շարք մոլեկուլներ, այսպես ասած ածխաջրեր, որոնք կարելի է հանդիպել ամենատարբեր սննդամթերքների և խմիչքների մեջ։ Կարդացեք սննդի պիտակների վրա, որոնց վրա կան ածխաջրեր՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա, լակտոզա, դիսիկտոզա և կրախմալ։ Բոլոր սրանք պատկանում են շաքարին։ Ֆրուկտոզան հարուստ կուկուռուզի սիրոպը, մրգային հյութերը, հում շաքարը և մեղրը։ Շաքար կարելի է հանդիպել ոչ միայն շոկոլադի, դեսերտի կառուցվածքում, դրանում ավելացնում են կետչուպ, յոգուրտ, չիրեր, ոչ ոգելիչ խմիչքներ։ Այն բանից, որ շաքարը լայն ազդեցություն ունի մեզ վրա, պետք է իմանանք, թե այն ինչպես է ազդում մեր ուղեղի վրա։ Ինչ է կատարում, երբ շաքարը ընկնում է մեր լեզվի վրա։ Ճիշտ է, որ ուտելով մի փոքր շաքար, մարդը էլի է ուզում։ Երբ որ մենք ուղարկում ենք բերան չոր կերակուր, շաքարը իր կազմում ազդում է քաղցրի ընկալիչների վրա։ Նրանք ուղարկում են ազդանշան ուղեղ, որտեղից այն տարածում է ուղեղի առաջնային հատվածի տարբեր հատվածներ, որոնց թվում են կիսագնդերի տարբեր հատվածներ, որոնք ճանաչում են դառը աղի, թթու և մեր դեպքում քաղցրի։ Այստեղ ազդանշանը լայն ակտիվություն է կատարում, որը ներկայացնում է իրանից նեյրոնների ճանապարհներ, որում ուղեղի տարբեր հատվածները փոխանակվում են էլեկտրական իմպուլսներով։ Այս շղթայի հանելուկը այն է տալ գիտակցաբար պատասխան այն մասին, արժե անել ինչ-որ բան։ Նորից տատիկի տաք շոկոլադային հրուշակեղենը, որը հալվում է բերանի մեջ, հաճելի զգացողություն, որը ստիպում է քեզ ասել համով է կախված կերակուրից։ Համակարգը հարմարեցված է տարբեր գործոնները, սկսած շփումը սեքսուալ հարաբերություններից և ավարտված դեղահաբ խմելուց։ Համակարգի գրգռումից կարող են լուրջ հետևանքներ հանգել՝ ինքնատիրապետման կորցնում, անընդհատ ուտելու ցանկություն և քաղցրի անզգացողության մեծացում։ Վերադառնանք չոր կերակուրներին։ Բերանից այն ուղևորվեց ստամոքս, այնտեղից աղիքներ, որոնցում էլ նույնպես կան քաղցրի հանդեպ ընկալիչներ, որոնք չնայած չեն հայտնում համի մասին, խոսում են ուղեղին հագեցման մասին, և նույնպես ինսուլինի լրացուցիչ անհրաժեշտության մասին, օրգանիզմ մտնող շաքարի վերամշակման համար։ Հիմնական արժույթը համակարգի մեծացման հանդիսանում է նեյրոտրանսմիտեր դոֆամին, նրա ընկալիչները տեղակայված են ուղեղի դիմային հատվածում ոչ հավասարաչափ, և այն հատվածները, որտեղ հիմնականում դրանք շատ են, հանդիսանում են հիմնական հանգույցների շարքի համակարգի լայն ընկալման, նարկոտիկ նյութերի, նիկոտին, ոգելիչ խմիչքների, հերոինի, խթանում են դոֆամինի վրա արտադրությանը, հրահրելով շատերին ձգտել դրան։ Ավելին ու ավելին, այսպես ասած, նրանք ձեռք են բերում կախվածություն։ Օրինակ, բրոկոլին սրան չի վերաբերվում, ինչը բացատրում է, որ ոչ մի կերպ երեխաներին չես կարում ստիպել ուտել բանջարեղեն։ Քանի որ խոսակցություն գնաց առողջ սնունդի մասին, դնենք սոված մարդուն հավասարակշռված կերակուրով ափսեի առաջ, այն չի առաջնորդում սննդի փոփոխություն և տանում է դոֆամինի աստիճանաբար իջեցմանը։ Այդ արտադրման, որից հետո դա ընդհանրապես վերանում է, ամբողջ հարցը նրանում է, որ ուղեղի ռեակցիան զարգացած է, նրա տարածման, հիշողության, առաջնային դրական համի զգացողության։ Դա բացատրվում է նրանով տարբեր վնասված կերակուրը թարմից տարբերել, իսկ երկրորդը նրանով, որ ավելի բազմազան պարենը նպաստում է ավելի շատ մի շարք սննդարար նյութեր մտնել օրգանիզմ։ Անհրաժեշտ է կարողություն տարբերել նոր սնունդը և ամենակարևորը ցանկանալ դա ուտել։ Եկող սնունդը չի առաջացնում ցնցում դոֆամինի։ Վերադառնանք սննդի ափսեին։ Ինչ է կատարվում, երբ հավասարակշռված կերակուրի փոխարեն շաքար պարունակող սնունդ է։ Եթե շաքարը
պարենում քիչ է կամ օգտագործում ես շատ քիչ, էֆեկտը նա է, որ չես ուզում ուտել։ Եթե շաքարը շատ է, դոֆամինի իջեցում չի նկատվում։ Այլ ձև ասած, ինչքան շաքարը ուտես, այդքան ուզում ես ուտես։ Այս հարաբերություններում շաքարը նման է նարկոտիկին, ինչը որ մասամբ բացատրվում է մարդկանց քաղցրի հանդեպ ուշադրությանը։ Իսկ հիմա հիշենք տարբեր աստղաջրերի մասին։ Չնայած նրանց մեջ չկա երկու միանման, բայց օգտագործելով ցանկացածը մենք բաց ենք թողնում ուղիղ գործընթացը, այն չափազանց լայն շատ օգտագործելը համակարգը բաժան է անում։ Դրա համար հարցին շաքար շատ օգտագործելը վնաս է, պատասխանը միանշանակ այո։ Իսկ պատառ թխվածքի դեպքում ես ձեզ ասում եմ անուշ լինի։ Շաքարային դիաբետ ունեցողներին խորհուրդ եմ տալիս հետևել իրենց սննդակարգին, հիմնականում գնելուց պարենը հետևեք, թե ինչ է գրված պիտակի վրա, աշխատեք, որ ձեր գնած պարենը զուրկ լինի աստղաջրերից եւ հիմնականում դուք կնկատեք, թե ինչպես է ձեր շաքարային դիաբետը մի կարճ ժամանակում ճիշտ սննդակարգը օգտագործելու դեպքում կարգավորվում։ Հիմնականում կարող եք գնել ձկնեղեն, հորթի միս, կարող եք ուտել խոզի միս, պոպոկ, կարող եք ուտել հավիճուտ, կարող եք ուտել թթվասեր, պանիր, դեղատներում վաճառում են մեղրախոտ, այդպիսի խոտ է, երբ որ ուզում ես թեյ խմել, կարող ես այդ խոտը լցնել եւ ինքը շատ ըստ քո ցանկության, ինչքան որ դուք ցանկանաս ավելացնել, այդ խոտը շատ լավ քաղցրություն է տալիս եւ ինքը ոչ մի ձևով շաքար չի պարունակում իր մեջ։ Կարող եմ ասել, որ չամիչի մեջ կա շատ մեծ քանակությամբ շաքար, աստղաջրեր, այնպես որ ուշադիր եղեք, ձեր սննդակարգին հետևեք, շաքարային դիաբետ ունեցողներին կարող եք ուտել ձկնեղեն, հորթի միս, գառի միս, գավիաձինաներ, կրոլիկ, խոզ, հավ, հավիճուտ, թթվասեր, պանիր, տանձ, նուռ, պոպոկ, կարող եք ըմպել լիմոնի հյութ։ Ցանկանում եմ ձեզ առողջություն, ամենալավն ու բարին, եղեք առողջ, ստեսություն։